Բարև ձեզ։ Ոնց եք բնորոշում այսօր առավոտյան կատարված, որ Լևոն Քոչարյանը խոսեց դավաճանության, քրեական գործի պատվերների մասին, որ այսօր առավոտյան արդեն ածն իրաց դրում։ Հատուկ մասնագետ պետք չի լինի հասկանալ, ոչ էլ քաղաքական, այսպես քաղաքականության մասնագետ լինել կարիք չկա, որպեսզի հասկանաք, որ երեք ազգային ժողովի ամբիոնից ցուցումը տրվել է, այսօր առավոտյան ածն անցել է գործի, այդքան մի բան։ Վահագն Ալեքսանյանն ասում է, մենք զարմանում ենք, որ այսքան ուշ է ԱԱԾ-ն դա արել, մենք էլ ենք զարմացած, որ այսօր առավոտյան են հենց գնացել, որովհետև ուշացած է, վաղուց պետք է արածնեին։ Մեր երկրում այլևս չկա իրենց ասած ժողովրդավարության բարձրությունը այն տրամաբանությամբ է աշխատում, որ երկրի ղեկավարը ցուցումները տալիս է ազգային ժողովի ամբիոնից եւ առաջին անգամը չէ, որ դա տեղի ունենում, եւ հետո ազգային անվտանգության ծառայությունը գնում է իր քայլերն իրականացնում։ Կամակատար, ուղղակի կամակատար կառույց է, եթե անկեղծ մանրամասն չգիտեն գործի բնույթների հետ կապված, բայց հասկանալի է, որ սա ներքին ռեպրեսիաներ են իրականացվում, որպեսզի արտաքին նոր զիջումներ իրականացվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Դրա համար են Քոչարյանին տարել ԱԱԾ-ը արդեն։ Առհասարակ բոլորի նկատմամբ այս ռեպրեսիաները մի բովանդակություն ունեն։ Առաջիկա զիջումներից առաջ ներքին ռեպրեսիաներ իրականացեն, ինչպես եղել է եւ նախկինում։ Տեսեք, արդեն հայտարարված Տիգրանաշենի հանձնման մասին, համանadrության փոփոխության մասին, Ալիևի իրականացած այլ պատվերներ իրականացնելու մասին։ Հետևաբար այս կոնտեքստում պետք է դիտարկել այս բոլոր ռեպրեսիաները։ Շնորհակալություն։